Եթե փորձեմ կարճ ձևակերպել, փոփոխությունների նոր հայեցակարգը միտված է բովանդակության շեշտադրմանը և վերասոցիալականացման դերի շեշտադրմանը։ Նոր հայեցակարգի միջոցով մենք հնարավորություն կունենանք մեր գնահատումներում և եզրահանգումներում լինել առավել անհատական մոտեցումը կիրառող և հնարավորություն կունենանք ապահովել քրեակատարողական օրենսգրքով սահմանված պիտանելիության ու համարժեքության սկզբունքներին համահունչ իրականացված աշխատանքների գնահատումը։ Նոր մեխանիզմների համաձայն դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը իրականացվելու է քրեակատարողական հիմնարկի կողմից, որպես դատապարտյալի հետ անմիջականորեն աշխատող մարմին, հիմնական մասնագիտական գնահատումները իրականացվելու են վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կողմից և հիմնված են լինելու դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքների, դրանց շրջանակներում իրականացված աշխատանքների և այդ աշխատանքների համատեքստում արդեն վարքի դինամիկայի գնահատման վրա։ Պայմանական վաղաժամկետ ազատման պատրաստ լինելու հանգամանքը գնահատվելու է ինչպես ներկայում, այնպես էլ նոր հայեցակարգի պայմաններում դատարանի կողմից և չափորոշիչները սահմանված են քրեական օրենսդրությամբ, դրանք ըստ էության բաժանվում են երկու խմբի, առաջին խումբը դատապարտյալի պատշաճ վարքագծին վերաբերող գործոններ են և երկրորդը նոր հանցանք կատարելու հավանականությանը վերաբերելի գործոնները։ Հիմնական ռիսկը կարծում եմ կլինի համակարգի նոր մոտեցումը յուրացնելը և լրիվությամբ գիտակցելը կարևորությունը, ինչպես նաև վերասոցիալականացման հնարավորինս շատ ծրագրեր ունենալը և այս ուղղությամբ շատ աշխատանքներ իրականացնելը։